Ես կարծում եմ, որ այս պատմությունը սկսվեց ճիշտ այն պահից, երբ հայ առաքելական եկեղեցու վերնախավը կաթողիկոսի գլխավորությամբ ներգրավվեց Հայաստանի Հանրապետության իբրև պետության եւ հայ առաքելական եկեղեցու իբրև ազգային եկեղեցու դեմ պայքարում։ Այս սկիզբը այդ կետն էր։ Համենայն դեպս վեհապառը 20-20-ից հետո չպետք է վարչապետի հրաժարական պահանջել ծանր վիճակում գտնվող երկրում, ծանր վիճակում գտնվող ժողովրդին համախմբման կոչ պետք է անել։ Իսկ մենք գնացինք լրիվ հակառակ ճանապարհով եւ բնականաբար ձնագնդի էֆեկտով այսօր արդեն հասել ենք այս անգուցակետին, երբ հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերից այնպիսի տեսակետներ են հնչում, էլ մարդասպան, էլ հանցագործ, էլ չգիտեմ ինչ, աստծո սիրուն, ուր էիք առաջ։ Բայց նոր է հիշել Փաշինյանը լրում ձեր ասացի Տիկին Ադամյան ջան, որովհետև 2021 թվականին իրեն ես հիշում եմ պարլամենտում այդ հարցը տվեցին եւ նա ի պատասխան դրան ասաց, որ երկու վեհապար հայրապետները արամ կաթողիկոսները ընդհանրապես արտահայտել են իրենց կարծիքը, այսինքն կարծիք արտահայտելը այդքան դատապարտելի է, ինչ է։ Դա կարծիք արտահայտել չէր։ Դա համենայն դեպս վեհապարի շուրթերից բացարձակապես կարծիք չէր, գիտեք, այ մենք այստեղ երեքով նստած կարող ենք կարծիք արտահայտել, բայց հավատացյալները հանգիստ կարող են մեզ չհետևել, հավատացյալները չեն կարող իրենց հոգևոր հովվի խոսքին չհետևել, այդ դա դարձնում է ոչ կարծիք, դա դարձնում է կոչ։ Ամենատեպս դետալների մեջ ենք խորանում, բայց մեկ բառով եթե ամփոփենք ինչ տեղի ունեցավ, եկեղեցին քաղաքականանում է, չի կարելի, որպեսզի եկեղեցին մտի քաղաքականություն։ Այսքանով ամեն ինչ ասված է, այսքանով ամեն ինչ ամփոփված է։ Հիմա եթե դետալների մեջ թե ով ինչ ասեց, ով որ փուլումացեց, նախարցակ ով եղավ, շատ կներեք, բայց դա երկրորդական է։ Ու այսօր կողքից մենք ինչքան ավելի շատ այս բենզինի վրա կարակիվա բենզին ենք լցնում, մենք դրանով ոչ մեկի սոկուտ չենք տալի։ Համ մեզ ենք մնացում, համ պետության, համ եկեղեցուն, համ նույն կաթողիկոսին, համ նույն վարչապետին։